Շնորհակալ եմ նախաձեռնության համար, նախ ասեմ, որ պարոն Ալեքսանյանը ինձ զանգարեց եւ ասաց, որ ցանկանում է, որպեսզի այս օրենքի նախագիծը, որի իմ կողմից երկու անգամ շրջանառվել է, որպեսզի կամ ինքը շրջանառի կամ ես կամ համատեղ, ես խնդրեցի եւ ասացի, որ դուք մենակով արեք, պարոն Ալեքսանյան, ես երկու անգամ բերել եմ, մերժվել է, ու ուրախ եմ, որ նախագիծը եկավ։ Հիմա ընդհանրական ինչի մասին է խոսքը, մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր, հարգելի պատգամավորներ, պարոն Ալեքսանյան, կխնդրեմ, որպեսզի իմ փաթեթի մյուս կետերը հաջորդ ազգային ժողովում նույնպես անեք, որոնք նույնչափ կարևոր է։ Սրա մասին այս նախագիծը, որ այսօր քննարկում ենք, ես սրա մասին բարձրաձայնել եմ 25 թվականին, շրջանառել եմ կառավարության դրական որոշումով մերժվել այստեղ պարոն Քոչարյանի պատճառով, երկրորդ անգամ 2026 թվականին եմ շրջանառել, այդ մյուս անգամ նաև կառավարության բացասական եզրակացությունը կար նույն նախագծի վերաբերյալ, որը 25-ին եղել է դրական, 26-ի հունվարին եղել է բացասական, 26-ի տարվա կեսին էլի դարել է դրական, ինչի համար ուրախ եմ։ Հիմա հաջորդ կարևոր կետերը, մենք զորակոչ ենք լուրջ կորցնում մի քանի պատճառներով։ Առաջին ամենամեծ կետը պարոն Ալեքսանյանը ինչպես նշեց, ինչպես հիմնավորումներով ես ցույց եմ տվել նաև թվերով, փաստերով, դա առողջական կեղծ թղթերով ազատվողներն են։ Մենք ունենք տարեկան հազարավոր տղաներ, ովքեր առողջական թղթերով ազատվում են ու մեծ հավանականությամբ շատերը կեղծ։ Այսինքն զորակոչի մոտ 69%-ը 22 թվականի դրությամբ, մի քիչ հիմա TV-ը դարել է 65%-ը ազատվում են, որոնց մեծ գերակշիռ մասը առողջական խնդիրներով պայմանավորված ու այս գալու է, այս օրենքը գալու է դրա դեմը առնելու, այսինքն կանխարգելիչ դեր ունենալու։ Միջև այդ եթե բժիշկը տեղեկանքը տալիս էր, օրինակ ասում էր դու կարճատես ես, կարճատեսության տեղեկանք էր տալիս, որով որ ազատվում էր, տվյալ զինվորին, այսինքն զորակոչի կինով չի գնում ծառայության ոչ պիտանի ճանաչվելու հանգամանքով, ասում էր, եթե քեզ սրանից հետո կանչեն, դու ուղղակի կհրաժարվես, այսինքն էլ չստուգվես, որպեսզի չբացահայտվի, որ ես քեզ կեղծ տեղեկանք եմ տվել։ Երբ այս օրենքը ընդունվի, այսինքն բժիշկը արդեն կիմանա կեղծ տեղեկանք տալու դեպքում հնարավոր է այդ քաղաքացուն էլի կանչել փորձաքննության։ Եթե չներկայանա խուսափի կամ որևէ այլ ճանապարհով խոչընդոտի, ապա այդ դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի։ Ու էսի բերելու է նաև կանխարգելման, այսինքն այս հանցագործության դեմը առնելու է ու նաև կատարված հանցագործությունները թույլ է տալու, որ բացահայտվեն։ Նաև օրենքում նշել եմ, որ բացի խուսափելը, նաև խոչընդոտելը, որտեղ քաղաքացին կարա օրինակ MRT-ի նենց հետազոտություն են տվել, նենց MRT-ն արել, որով ինքը ոչ պիտանի է ճանաչվել, կարա գա ստուգման, ասի չեմ հրաժարվում, բայց MRT-ի սարքի մեջ շարժվի, այսինքն խանգարի խոչընդոտի ու դրանով պայմանավորված չկարողանան հետազոտել։ Հոդվածի մեջ նշված է, որ խուսափելը եւ խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն մեր քաղաքացիները պետք է իմանան, որ չեն կարողանալու խոչընդոտել process-ը։ Ու հաջորդը պարոն Ալեքսանյան, հարցի տեսքով կուզենամ ասեմ, որ դեմը առնեք քաղաքացիությունից հրաժարվողների, ինչպես նշել եմ 2024 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է 1900 տարեկան սեռի տղա 60 աղջիկ, փաստացի ֆիքսվում է, որ մեծամասնությունը դա բանակից խուսափելու համար են արել մինչև 18 տարի լրանալը։ Իմ օրենքը, երբ որ պարոն Քոչարյանի պատճառով մերժվեց, դրանից հետո տեմպը 30%-ով աճել է, 30-40%-ով։ Ու 2025 թվականին քաղաքացիությունից հրաժարվել է նախորդ տարվա 1900-ի փոխարեն 2800 տղա ու էլի 60 աղջիկ։ Այսինքն մենք մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալման պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ։ Ու սա ոչ միայն մենք այդ ռեսուրսն ենք կորցրել, այսինքն զինվոր, մենք նաև կորցրել ենք լուրջ ֆինանսական միջոցներ, որովհետև այդ պակասը մենք լրացրել ենք պայմանագրային զինծառայողներով, պաշտպան հայրենացով, ինչը մեծ ֆինանսական բեռ է բանակի համար։ Ու այսինքն այդ օրենքը շուտ պետք է անենք։ Մենք պետք է քաղաքացիությունից հրաժարվողներին նույնպես դեմ առնենք։ Ու նաև այս նախագիծը պարոն Ալեքսանյան, երբ որ ընդունենք, տեսեք հիմա ոնց է։ Քաղաքացին, որ ուզում է իր երեխան չծառայի, դա գաղտնիք չի էլի, այսինքն 70%-ը որ տեսնում ենք, որ չի ծառայում, ինքը ճանապարհներ է տենում, առաջինը առողջականով փորձում ազատի կամ փորձում է քաղաքացիությունից հրաժարվի։ Եթե մենք հիմա բերում ենք քրեականացնում ենք այս փորձակնությունից հրաժարվելը,
մենք բոլորին արդեն ուղղորդում ենք քաղաքացիությունից հրաժարվելու դաշտ։ Ես խի ընդգծում, պնդում այն ժամանակ, որ պետք է արվի փաթեթով, որովհետեւ մենք բոլոր սողանքները միաժամանակ փակենք։ Այսինքն, երբ մենք ուժեղացնում ենք այստեղ բանը, վերահսկողությունը, ուրիշ ճանապարհով է խուսափողների թիվը աճում։ Ու սրա վիճակագրությունը նույնպես կա։ Երբ որ իմ առաջարկով առողջական խնդիրների 404 որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, մենակ մի հոդվածով 1000-ից ավել մարդ քիչ է ազատվել մի տարվա ընթացքում, բայց տեսեք, որ երկրից փախնողների թիվը կկնապատկվել է։ Այսինքն, երբ որ մենք հիվանդության ցանկը փոխում ենք ու սկսում ենք նենց որ մարդիկ չկան այդ ճանապարհով, փորձում ենք քաղաքացիությունից հրաժարվելով կամ երկրից փախնելով իրանց հարցը լուծեն։ Այսինքն կոմպլեքս պետք է անենք, որ հարցը լուծվի, որտեղ մեր առաջնային նպատակն է, որ մենք ունենանք զորակոչ, նորմալ զորակոչ, մեր կարիքները բավարարենք ու նաև վերականգնվի արդարությունը, որովհետև տենում ենք մարզերում 50% զորակոչ ունենք, Երևանում նույն ընթացքում 10%, 16% զորակոչ ունենք։ Այսինքն պարզ է, որ ստեղ կա սոցիալական խնդիր, այսինքն ամբողջ բեռի մեծ մասը ընկնում է մարզերի վրա։ Պարոն Ալեքսանդր, խնդրեմ, որպեսզի փաթեթով այս զորակոչի հետ կապված խնդիրը փաթեթով նայեք ու ձեր եթե կարծիք ունեք, խնդրեմ պատասխանների տեսքով ասեք։ Ես հասկացա, սա ելույթ էր, թե հարցեր։ Խնդրեմ, պարոն Ալեքսանյան։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Այո, ես արդեն ես նշեցի իմ խոսքում, որ սա ձեր մեծ փաթեթի հատվածներից մեկն էր ու ես հիշում եմ նաև, որ հենց այս կոնկրետ այս կտորը առնվազն 100%-անոց աջակցություն ուներ ֆրակցիայի շրջանակներում, այս կտորը միանշանակ ու ձեր փաթեթը, եթե չեմ սխալվում, մերժվեց այլ մասով անհամաձայնության պատճառով։ Ես միանշանակ կիսում եմ ձեր այն մտահոգությունը ու առհասարակ այն ռիսկերը, որոնք որ այս բայի դրությամբ կան քաղաքացիությունից հրաժարումների եւ մնացածի մասով, այո, առաջիկայում էլ բնականաբար պետք է կառավարության հետ շատ սերտ համագործակցելով փորձենք հասկանալ ու այդ ռիսկերը կառավարել, թե կոնկրետ ինչ լուծումներ պետք է գտնենք, պետք է համատեղ աշխատանքի ընթացքում, թե Պաշտպանության հանձնաժողովը, թե նաև պետաիրավական հանձնաժողովը ու կառավարության գործընկերները պետք է այս հարցերի լուծումը գտնեն։ Միանշանակ ես նաև շատ կարևորում եմ այն աշխատանքը, որը որ դուք եք տարել այս հարցերի լուծման ուղղությամբ ու կարծում եմ միասին պետք է շարունակենք այս աշխատանքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան։ Պետք է նշեմ, որ ես 5 կետեր էի, հետո դարձավ 7 կետեր, որոնք որ առաջարկել էի կառավարությանը, վերջի քննարկումներին, այս տարեսկզբին որ կառավարությունում ունենում ենք, 2 կետի հետ կապված կար կոնսենսուս, ճիշտ եք ասում։ Եվ այս սրա հետ կապված, որպեսզի քրեականացնենք խուսափելը փորձաքննությունից եւ քաղաքացիությունից հրաժարվելու մասով էլ կար կոնսենսուս։ Ես կառավարությանը վերջի պահին, որ տեսա մյուս կետերի հետ համաձայնություն չկա, ասեցի եկեք այս կետերը շուտ անենք, որպեսզի դեմ առնենք քաղաքացիությունից հրաժարվելու եւ բժշկական թղթերով կեղծ ազատվողների։ Ի զարմանս ինձ ասացին, որ համաձայն չենք։ Ասեցի, բայց կոնսենսուս ունենք այս 2 կետի հետ կապված։ Եկեք այս 2 կետը ընդունենք, մնացածը հետագայում։ Չնայած ես ուզում էի, որ փաթեթով արվի, որ ավելի ճիշտ աշխատի, բայց դրան էլ էի համաձայն։ Վերջի պահին իմ համար անակնկալ ձևով ասեցին, որ ժամանակա վրեպ է։ Ու այստեղ ֆինանսական լուրջ խնդիր է այսի, այսինքն ոչ թե մենք մենակ զորակոչ ենք կորցնում։ Հիմա տեսեք, մի զինծառայողը, որ մենք ասում ենք, այսօր օրենքը կա, չէ, որ ով ծառայությունից խուսափել է, կարող է 15 միլիոն վճարի ծառայության դիմաց ու ազատվի քրեական պատասխանատվությունից։ Նույնը ուզում էի սահմանել նաև այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների համար դնենք 15 միլիոն դրամ, ու տեսեք ինչ թիվ է, պարոն Ալեքսանյան, ստացվում։ 2800 հրաժարված տղեն, եթե 15 միլիոն վճարեն, 42 միլիարդ գումար է։ Այսինքն մենք ենթադրաբար կորցրել ենք կամ 2800 զինվոր կամ համարժեք 42 միլիարդ գումար։ Այսինքն սրա հետաձգումը ամեն ամիս, ամեն տարի մեր համար 42 միլիարդ դրամի վնաս է։ Սրանով է պայմանավորված, որ խնդրում եմ հենց գումարվի հաջորդ խորհրդարանը, հենց սկզբից ովքեր կլինեն այս հանձնաժողովում կամ մյուս հանձնաժողովներում, նոր պատգամավորներին եմ ասում, հաջորդ խորհրդարանի նոր պատգամավորներ, խնդրում եմ ձեզ, կլինեք իշխանական թե ընդդիմադիր, կապ չունի, բոլորդ պիտի ծառայեք մեր պետության շահերի համար։ Ու այս խորհրդարանի ամենամեծ խնդիրներից մեկը այն է եղել, որ մենք ընդդիմություն չենք ունեցել։ Այսօր էլ ընդդիմությունը նստած չի։ Ու այս խնդիրները պիտի ընդդիմությունը բարձրացներ, որ իշխանությունը ավելի ձիգ աշխատեր
իշխանությունը իմանար, որ ընդդիմությունը սրա մասին խոսալու է, ու սկսեր ավելի լավ աշխատել ու դրանից կշահեր մեր ժողովուրդը։ Ես հիմա 10 բան գտնում եմ ասելու, 10-ից մեկն եմ ասում, 9 չեմ ասում, հաշվի առնելով, որ իշխանական խմբակցության падգամավոր եմ, բայց կապ չունի, իշխանական խմբակցության падգամավորներին եմ ասում, խնդիրները կբարձրացնեք։ 42 միլիարդի բանը, որ ասում է պարոն Ալեքսանյան, պարոն Քոչարյան, հեսա ավարտում եմ, օրինակ ինձ այսօր գրել են, Մեղրի զինծառայողներից մեկի մայրը գրել է, մայրը կամ հայրը առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է ասել է հետևյալը. շատ շոկ է, տղաները շաբաթը մեկ են լողանում, այս տարի գիտեք ինչ շոկ է, ասենք Եվրոպայում ջրցան մեքենաներով մարդկանց հովացնում են, էլի միջոցներ են սաղ աշխարհում ձեռնարկում, որ մարդիկ ուշագնաց չլինեն։ Մեր Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ Հիմա բանային խնդրում եմ 24 թվականից, խնդրում եմ համատենալուց Մեռնեմ ջանի, նախարար ջան, շտաբի պետ ջան, փոխնախարար ջան, եկեք խնդրում եմ, կազմակերպեք, արեք, մեծ ֆինանսական խնդիր չի։ Հիմա եւս մեկ անգամ խնդրում եմ, հաշվի առեք այս անոմալ շոկը ու նայեք աշխարհի փորձը, մարդիկ դրա դեմ պայքարում են։ Նենց արեք, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամեն օր լողանա։ Ու նաև ֆիլտր դրվի, որպեսզի ամեն օր ատամները լվանալուց այդ ջուրը մաքուր լինի, Մեղրին է վերաբերվում ավելի շատ, մյուս տեղերը համեմատաբար ջուրը ավելի մաքուր է։ Այսինքն կազմակերպչական հարցերը ֆինանսով չի մնաք պայմանավորված։ Դա կամք է պետք ու նաև պետք է որ падգամավորները կլինի իշխանական կլինի ընդդիմադիր, այդ խնդիրները բարձրաձայնեն։ Այսինքն պաշտոնով գնում է գործի տեղը նստում է մի պահ կարող աշկպցնի կամ շուտ գործից դուրս գա, իմանա որ խնդիրներ ունի, բարձրաձայնվում են, պետք է խնդիրները լուծի ու սրանից շահելու է մեր ժողովուրդը։ Շնորհակալ։